բարի։ Հիմա մենք գործ ենք ունեցել վատի հետ, գործ ենք ունեցել խավարի հետ, բայց փառք Աստծո, որ կա ևս մեկ կողմ, կա լույսի, բարու եւ օրհնության կողմը։ Ես ուզում եմ դրան անդրադառնալ։ Կրկին մենք նայում ենք Նոյի օրերին, բայց մենք նայում ենք դրան այս անգամ, ինչպես նկարագրված է Եբրայեցիների 11-րդ գլխի 7-րդ խոսքում։ Սա Նոյի մյուս կողմն է։ Հավատքով Նոյը դեռևս անտեսանելի բաների մասին տեղեկանալով, երկյուղելով, իր տան փրկության համար շինեց տապանը, որով դատապարտեց աշխարհը եւ ժառանգորդ դարձավ հավատով արդարության։ Այսպիսով, ես ուզում եմ, որ դուք տեսնեք, սա ամբողջ ամբարիշտության մեջ կար այս մարդը, Նոյը, որը մտերիմ անձնական հարաբերություններ ուներ Աստծո հետ։ Աստված խոսում էր նրա հետ եւ նա կարող էր լսել Աստծուն եւ ստանալ մարգարեական նախազգուշացում։ Աստված ցույց տվեց նրան, թե ինչ է գալու երկրի վրա եւ նա ցույց տվեց, թե ինչ պետք է անի դրա հետ կապված։ Ես ուզում եմ առաջարկել ձեզ եւ մեզ բոլորիս, հենց ինքս ինձ էլ, որ Նոյը մեզ համար օրինակ է։ Նա այնպիսի մարդ է, ինչպիսին մենք պետք է լինենք այս չար օրերում։ Ես ուզում եմ ձեզ մատնանշել Նոյի ընդամենը մի քանի առանձնահատկություններ, որոնք կարծում եմ բոլորն էլ օրինակ են մեզ համար։ Վերադառնանք Ծննդոց 6-րդ գլխի 7-րդ խոսքին։ Տերն ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ մարդուն, որին ստեղծեցի, մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը, որովհետև զղջում եմ, որ ստեղծել եմ նրանց»։ Այժմ Աստվածաշնչում կան մի քանի հրաշալի բայցեր եւ հաջորդ համարը սկսվում է հրաշալի բայցով։ Դուք գիտեք, Հռոմեացիների 6:23 դա հրաշալի է։ Բայց որովհետև մեղքի հատուցումը մահն է, բայց Աստծո շնորհը հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ այստեղ ասվում է, որ Աստված որոշել էր ջնջել բոլոր կենդանի արարածներին, բայց 8-րդ համարն ասում է. բայց Նոյը շնորհ գտավ Տիրոջ աչքում։ Նա ինքն իրենով բավարար չէր, բայց շնորհ գտավ։ Շնորհը գերազանցում է այն ամենը, ինչ մենք երբևէ կարող ենք վաստակել։ Այն, ինչ կարող ես վաստակել, շնորհ չէ։ Այն, ինչ շնորհով ես ստանում, չես վաստակել։ Շատ կրոնական մարդկանց խնդիրն այն է, որ նրանք սահմանափակվում են այն ամենով, ինչ կարող են վաստակել, եւ նրանք երբեք չեն մտնում Աստծո շնորհի մեջ։ Շնորհը սահմանվել է որպես Աստծո ազատ, անվաստակ բարեհաճություն։ Դուք դրան արժանի չեք, բայց կարող եք ստանալ։ Ինչպես, ինչ կերպով։ Հավատքով։ Ռութն ու ես Սուրբ գրային մեջ բերում ունենք, որովհետև շնորհով մենք փրկվեցինք հավատի միջոցով, եւ դա ոչ թե մեզանից, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ ոչ ոք չպարծենա, որովհետև մենք նրա գործն ենք, ստեղծված Քրիստոս Հիսուսով բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց, որպեսզի մենք քայլենք դրանցով։ Եփեսացիներին 2-րդ գլուխ 8-10։ Այսպիսով դա շնորհով է հավատի միջոցով։ Թեև նա արժանի չէր դրան, բայց նա հավատում էր դրան, եւ նրա հավատքը նրա համար արդարություն էր համարվում։ Այսպիսով, Նոյի մասին առաջին բանն այն է, որ նա շնորհ գտավ։ Երկրորդ բանը 9-րդ խոսքում այն է, որ Նոյը քայլեց Աստծո հետ։ Նա ամենօրյա շարունակական անձնական հարաբերություններ ուներ Աստծո հետ։ Կան երկու մարդիկ, ովքեր առանձնանում են. Ենովքը եւ Նոյը։ Եվ երկուսի մասին էլ ասվում է, որ նրանք քայլում էին Աստծո հետ։ Ինչպիսի արտոնություն է քայլել Աստծո հետ։ Ամենօրյա հաղորդակցություն ունենալ Աստծո հետ, լինել Աստծո հետ այն հարաբերությունների մեջ, որտեղ Աստված կարող է ասել ձեզ բաներ, ցույց տալ ձեզ, թե ինչից պետք է խուսափել, բայց նաև ցույց տալ ձեզ սպասվող վտանգները։
Եվ ցույց տալ, թե որքան է նա սիրում ձեզ։ Այդ գեղեցիկ երգը, որը մենք լսեցինք, ես չեմ կարող հիշել ճշգրիտ բառերը, բայց դու քեզ չես տեսնում այնպես, ինչպես ես եմ քեզ տեսնում, ասում է Աստված։ Բայց երբ քայլում ես Աստծո հետ, նա սկսում է ցույց տալ քեզ այն ճանապարհը, որը նա իրականում տեսնում է քեզ համար, որ նա սիրում է քեզ չնայած քո բոլոր սխալներին։ Դու գիտեք, որ դուք չեք կարող վաստակել Աստծո սերը, դուք գիտեիք այդ մասին, բայց դուք կարող եք ստանալ այն։ Եվ հետո մենք կարդում ենք Նոյի մասին 2 Պետրոսի 2:5-ում, որտեղ ասվում է, որ նա արդարության քարոզիչ էր։ Նա պարզապես մեկը չէր, ով շրջում էր անվնաս եւ չեզոք կյանքով, նա հռչակում էր Աստծո արդարությունը։ Եվ հետո Ծննդոց 6:14-22 խոսքերում ասվում է, որ նրան հանձնարարված էր կառուցել տապանը, նա շինարար էր։ Իսկ տապանի չափերը բավականին ապշեցուցիչ էին։ Դրա երկարությունը 300 կանգուն էր, այսինքն 140 մետր։ Դրա լայնությունը 50 կանգուն, այսինքն 23 մետր։ Բարձրությունը 30 կանգուն, 10 մետր։ Հեշտ գործ չէր նման բան կառուցելը, դա ազատ ժամանակի նախագիծ չէր, դա պետք է խլեր նրա ողջ էներգիան եւ ժամանակը։ Եվ նա ուներ ընտանիք, կին եւ 3 որդիներ, որոնք ամուսնացած էին։ Դա 8 հոգի է։ Իմ հաշվարկն այն է, որ այդ տապանը կառուցելու համար պետք է պահանջվեր առնվազն 8 մարդ։ Եթե տեղյակ եք Մերձավոր Արևելքից կանայք ինչ որ կերպ փայտը բերում էին եւ հանձնում, իսկ տղամարդիկ անում էին ատաղձագործությունը։ Իմ եզրակացությունը սա է եւ դա մեզ համար հետեւյալ կիրառությունն է ստացել, որ միակ մարդիկ, ովքեր փրկվեցին տապանում, նրանք էին, ովքեր մասնակցեցին դրա կառուցմանը։ Ես չեմ կարծում, որ դուք իրավունք ունեք ակնկալելու փրկություն, եթե ոչինչ չեք արել ձեր փրկության մասով։ Տապանում կողմնակի ուղևորներ չեն եղել։ Ես չեմ հավատում, որ Աստծո փրկության հարցում պատահական ուղևորներ կլինեն։ Դուք պետք է ինչ-որ բան անեք, որպեսզի ապացուցեք, որ հավատում եք դրան։ Դուք այն չեք վաստակում, դա գործերով չէ։ Բայց հավատքն արդյունք պետք է տա մարդկանց կյանքում։